Իմ հայրը եւ մայրը որբեր են եղել։ Երկուսն էլ որ մազապուրց են եղել յատաղանից։ Դա գենետիկ կերպով նստած է իմ մեջ։ Մենք կարող ենք մոռանանք հայերի բասայական ջարդերը մինչև գենոցիդ, հատկապես գենոցիդից հետո մինչև 23 չենք կարող մոռանալ։ Ինչքան էլ քեզ ստիպես մոռանալ, դա մոռանալու բան չի։ Իմ մորապապը եւ մորատատը ոչնչացվել են, բնաջնջվել է մեր ամբողջ ցեղը թուրքերի կողմից։ Հորս կողմից բոլորը բնաջնջվել են։ Իմ հայրը եւ մայրը որբեր են եղել։ Երկուսն էլ որ մազապուրց են եղել յատաղանից։ Դա գենետիկ կերպով նստած է իմ մեջ։ Բայց ես այնքան գիտակից մարդ եմ, որ միշտ մտածել եմ, որ դա եղած փաստ է, չմոռանալով հանդերձ չի կարելի հարաբերությունները հիմնել զգացմունքների վրա։ Փաստել կա, այստեղ զգացմունք չի գա, բանականություն կա, բայց նույն բանականությունը թելադրում է, որ եղածը ինչքան կարելի է կոնսերվացիայի ենթարկել, որպեսզի անընդհատ չմթագնի գիտակցությունը եւ քայլեր անել, որպեսզի լուծվի, բայց երբեք չմոռանալով այդ կորուստները եւ չմոռանալով, որ այդ կորուստներից բացի ես ունեմ կորուստ, որը այսօր նյութական կերպով գտնվում են այնտեղ, մեր հողերը Թուրքիայում, մեր հողերը Ադրբեջան։ Սա չի կարող պատահի, ինչքան էլ ինտերնացիոնալ իրեն կոչի ղեկավարը, պատկանելով տվյալ ազգին չի կարող սա հաշվի չառնել եւ դրանով չապրել։ Դա բացառված է։ Եվ դա արդեն արհեստականորեն մեր հարաբերությունների մեջ նախապայման է դառնում։ Եվ դա կար միշտ, օրինակ ես ինձ միշտ բռնել եմ դրա վրա, որ իմ հարաբերությունները ես աշխատել եմ նրանց երկու քարտուղարի ժամանակ, Ալիևի եւ Բաղիրովի ժամանակ, եւ այդ աշխատանքի ամբողջ ընթացքում ես զգացել եմ, որ իմ ներքին ներաշխարը միշտ ազդում էր իմ գիտակցության վրա, որ չմոռանաս, սա կա, էլ չեմ ասում, որ կային նաև այդ ձեր ասած այն հողերը, որոնք այսպես կոչված վիճելի էին, բայց ոչ անդարձ հանձնված մեկին կամ մյուսին։ Եվ այդ ընդդիմախոսները, որ ասում են հողեր են գտվել, ընդհակառակը իմ 13.5 տարվա ընթացքում ինչքան հող, որ տրված է եղել սահմանագծերը որոշելու ոչ ճիշտ, դրանք վերադարձվել են եւ մնացորդում տալու առնելու փոխանակելու, որովհետեւ մեր կողմից էլ եղել են հողեր, որ սխալ գծվել է սահմանը, նրանց հողերից են ուտել։ Մենք ստացել ենք մոտավորապես 16000, եթե ես չեմ սխալվում, հիշողությունս ինձ չի դավաճանում, 16000 հեկտար հող։ Սա հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ առաջին եւ միակ փաստն է, երբ որ մենք կարողացել ենք Ադրբեջանից վերցնել հող Հայաստանին։ Դրա պատմությունը սկսվում է 67 թվականից, 69 թվականին, թե չէ, 67 թվականին այդ հարցը բարձրացվել էր, մեր Գերագույն սովետը եւ նրանց Գերագույն սովետը պարիտետային հանձնաժողովներ էին ստեղծել։ Նրանք այդ բոլոր հարցերը բարձել էին, ճշտել էին այդ, բայց իրականացումը Ալիևի ժամանակ չէր ստացվում, անդադ նա դիմակայում էր, դիմադրում էր, չէր թողնում։ Մենք հասանք այն բանին, որ վերջապես այդ հարցը լուծվեց եւ այն համաձայնությունը, որ գոյություն էր երկու գերագույն խորհուրդների մեջ, իրականացվեց եւ մենք արդյունքում ստացանք 16000 հող, որից որոշակի մասը շատ բերի եւ շատ լավ հողեր են եւ այդ հարցը լուծեց։ Իհարկե դա պետք է նպաստեր մեր հարաբերությունների բարելավմանը, եթե Ղարաբաղի հիմնահարցը չլիներ։